Շո։ Ինչ են կարել անցած դասին։ Մեր վերջին հանդիպման ժամանակ հիշեցնեք ինչ են կարել։ Այս հարցերին պատասխանել ենք, չէ՞։ Անտիր։ While loop-ն ենք, ճիշտ է, սկսել ուսումնասիրել, ոնց էր աշխատում while loop-ով կհիշեցնի ինձ։ Ինչպես։ While loop-ը ոնց էր աշխատում կհիշեցնեք։ While cycle-ը ոնց էր աշխատում։ Ես կարող եմ փորձել ասել ձեզ։ Հա, ասեք։ X-ը արժեքը դա 0-ն է, X-ը փոքր է 10-ից։ Ահա։ X գումարած հավասար է 1, այսինքն X-ը հավասար է 0 գումարած 1, հավասար է 1։ Հա, բայց X-ը փոքր է 10 պայմանը տեղի ունի թե չէ։ Ինչ։ X-ը փոքր է 10 պայմանը տեղի ունի թե չէ, այսինքն այդ պայմանը ճիշտ է թե սխալ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Մտանք ստե տպում է մի հատ X-ի արժեքը, չէ։ Մարկ ջան, կարող եմ միթից դուրս գաս։ Սա դաժե դեպի խոսում եմ, եթե մի հետ խոսում եմ։ Հետո մեկն է փոքր է 10-ից, X-ի արժեքը 1-ն է դառնա։ Ապրես, բայց այդ ընթացքում դու print-ի արդյունքները չես ասում, ինձ էս մի հատ 0 տպեց, չէ։ Այո։ Հետո մի հատ 1 տպեց, ու գայս այստեղ X-ը 1-ով մեծացնում է, ճիշտ է։ Այո։ Ապրես, տենց մեծացում է ինչքան, այսինքն 0-ից մինչև որ թվերն է տպելու։ Մինչև 10։ Մինչև 10։ Թե մինչև 9։ Մինչև 9, որտեղ 9 փոքր է 10-ից ուզենես չի կարող դեպի։ Այո, որովհետև լինում է փոքր ու ինքը չի կարող շարունակի, չէ։ Այո։ Ու այստեղ տեսեք այս finish-ն ու x-ը ոնց որ անկախ են իրարից, չէ, ինքը բարևում այս finish-ը տպել է, որտեղ սա loop-ից դուրս է գրված։ Եվ x-ը արդեն պահել տպել է x-ի վերջին արժեքը, որը որ իրեն մեջ պահպանված է։ Եկեք աշխատացնեմ։ Տեսեք տպեց 0-ից 9 թվերը։ Մի հատ առանձին finish, մի հատ 10, որովհետև x-ը որ դուրս է եկել loop-ից 10 արժեքով է, չէ, դուրս եկել։ Այո։ Ընտիր, այսքանից հարցեր ունենք ժողովուրդ։ Ոչ, հասկանալի է։ Լավ, ուրեմն անցնենք առաջ, դες սա էլի ետ նայել ենք, այստեղ ոնց որ 10-ից մինչև 15-ն է տպելու։ Այս որն է։ Այս condition-ը։ Հա։ Սա նայել ենք իրար հետ։ Հա, բոլորս նայել ենք հիշելով։ Հիմա եկեք անցնենք առաջ, հասկանանք break-ն ու continue-ն ոնց են աշխատում։ Մեզ մոտ նաև կան հատուկ բանալի բառեր, դրանք break-ն ու continue-ն են։ Ուրեմն ոնց է իրանք աշխատում։ Երբ հանդիպում է ծրագրում loop-ի մեջ, երբ հանդիպում է break հրամանին, ցիկլի իր աշխատանքը ավարտում է։ Հիմա այս դեպքում տեսեք, n-ը հավասար է 5, հայտարարել ենք n անփոփոխական 5 արժեքով, չէ։ Հետո ասում ենք, որ n-ը մեծ է 0։ Վահե n-ը մեծ է 0։ Այո, n-ը մեծ է 0։ N-ը մեծ է 0, ստեղ n-ի արժեքը 1-ով պակասացնում ենք, այսինքն n-ը ինչ է դառնում։ Փորձը մեծ է 0։ Չէ, միջև է, 5-ը մեծ է 0 ստեղ։ Այո։ Հիմա այստեղ n-ը ինչ է դառնում։ 5 մինուս հավասար է 1։ Այսինքն n-ի արժեքը ինչ է դառնում ստեղ։ 4 չի դառնում։ 4 է դառնում, այո։ Հետո ստեղ տպում ենք n-ի արժեքը ինչ էր։ 4։ 4-ը տպեց։ Հետո, այստեղ ստուգում ենք անում, n-ը հավասար է մինուս 1։ Հա։ Բայց n-ը 4 է։ Անդրդեղ ու հավասար տված չի մինուս 1-ով։ Չէ, հավասարություն է ստուգում, 4-ն ու մինուս 1 իրար հավասար են, թե չէ։ Չէ, հավասար չեն։ Հավասար չեն, այսինքն այս պայման կտա false։ Չէ։ Այո։ Եթե սա false է, նշանակում է else-ն է աշխատելու։ Մի րոպե, այս խնդիրը այս else-ը բանին է, while-ին է։ Սպասեք, է։ Մեկ րոպե ասեմ, որը նայենք, որտեվ պետք է ուրիշ բան է։ Այս մեկ եկեք նայենք։ Հեսա կելենք վերև, դա նորից կնայենք։ Սա ինչ է գրած։ While true։ Այո։ Այսինքն սա միշտ ճիշտ է, չէ։ Անվերջ loop-ա ճիշտ է գրած։ Հիմա նայեք ինչ ասում, ասում է name-ը հավասար է input, չէ, input ու enter name։ Այսինքն այս կետով մենք ներմուծելու ենք ինչ-որ արժեք, ճիշտ է։
Հետո ասում է name-ը հավասար է stop։ Եթե name-ը, այսինքն արժեքը, որը որ դու ներմուծել ես, եղավ stop, ինքը break կանի, չէ՞։ Ու break-ի դեպքում ժողովուրդ, երբ տեսնում եմ break, loop-ից թռնում է դուրս։ Եթե մնացած բոլոր դեպքերում հետո մի հատ age-ը ներմուծելու ու տպելու է hello name, հետո age։ Եկեք աշխատացնենք, տեսնենք արդյունքը։ Նայեք, ասում է ներմուծի անուն։ Հիմա ինչ որ անուն եմ ներմուծում։ Սեղմում եմ enter։ Տեսեք, այս պայմանը if-ի տեղի չունեցել, չէ՞, որովհետև ներմուծածս անունը stop չի։ Քանի որ ներմուծածս անունը stop չի, break-ը տեղի չունեցել, գայս ենք ստեղ age-ն ենք ներմուծում, այսինքն ինքն ինձ սպասում է, որ ես իրան արժեք ներմուծեմ։ Ենթադրենք ներմուծեցի 5։ Այս 5-ը գնալի է գրվի age-ի մեջ, ու ստեղ տեսեք print տպեց hello name, hello-ն ինքն է տպել, name-ի արժեքը մի կաներ, հետո հավասարության նշան, հետո age-ի արժեքը սարքել է int տիպի, այսինքն իմ ներմուծած 5-ը սարքել է 5 որպես թիվ, որտեվ ես այստեղ input-ով եմ արժեք ներմուծել։ Իսկ երբ input-ով ենք ներմուծում, ինքը text էր, չէ՞։ Ստեղ ինքը սարքեց իրան int տիպի, հետո բարձրացնում է քառակուսի, այսինքն բարձրացնում է 5-ը քառակուսից ստանում է 25։ Հիմա տեսեք, էլի շարունակում է։ Հիմա եթե ես ուրիշ անուն ներմուծեմ, ենթադրենք Հայկ, հա։ Ինքը էլի կշարունակի process-ը, որտեվ Հայկը stop-ին հավասար չի։ Հիմա տեսեք, Հայկը ներմուծեցի, գալիս է ստուգում անում, Հայկը հավասար stop, հավասար չի։ Age-ին սպասում է, որ արժեք ներմուծեմ։ Հիմա ներմուծում եմ էլի ինչ որ թվային արժեք, ենթադրենք 7, սեղմում եմ enter, ինքը տպում է այս տեքստային հաղորդագրություն էլի։ Ընդ մասնավորապես տեղ age-ը սարքում է int տիպի, բարձրացնում է քառակուսի։ Հիմա եթե ես այս կետում արդեն ներմուծեմ stop, loop-ս աշխատանքն ավարտեց։ Խի, որովհետև եկավ ստեղ name-ի արժեքը եղավ stop, տեսեք ստեղ stop եմ ներմուծել։ Գայս այստեղ ստուգում է name-ը հավասար stop։ Այո, հավասար է։ Պայմանը տեղի ունի, մտնում է if-ի մեջ գրած է break, հենց հասնում է break-ին, loop-ը իր աշխատանքը ավարտում է։ Պատկերացրինք սա։ Հարցեր կան սա հետ կապված ժողովուրդ։ Ոչ։ Եկեք եւս մեկ օրինակ break-ի հետ կապված նայենք։ Հիմա այս դեպքում, ստեղ ինչ է գրված, ով կօգնի։ Այսինքն իր արժեքը 1, Ահա։ while in փոքր է 60, այսինքն 1-ը փոքր է 60, Ահա։ տպում է 1, Ահա։ if I հավասար է 3, Հավասար է 3-ի, այո։ երկոս հավասար ունի։ Հա, բայց հիմա պայմանը տեղի ունի թե չունի։ Պայմանը չի կա 1-ը հավասար ունի 3։ Ապրես, այսինքն սա false է, չէ։ Այո։ Անցանք ստեղ, ինչ է ստեղ գրած։ Այսինքն ի գումար հավասար է 1, Ահա։ Ին դառնում է 1-ով մեծացված արժեքով, չէ, ին դառնում է ինչ։ 2։ Ին դարձավ 2, հետո բարձրանում է վերև, Արդեն 2-ը ին ընդունում է 2, ասում իր արժեքը 2 է դառնում։ այո։ 2-ը փոքր է 60-ից, Ահա։ print-ը 2, Ապրես։ դեր if-ը ստուգում ենք, այսինքն էլի 2-ը հավասար չի կարելի 3։ Հա, false տվես, չէ՞ սա։ Հա, հիմա մի հատ էլ ենք ներքևը գումարում, ուժը լինում է 3, Ահա։ իր արժեքը լինում է ուժը 3, Ահա։ փոքր է 60-ից print-ը ուժը 3 է այնտեղ տպում, Ահա։ այլ հարնում է 3 ու 3-ը հավասար 3-ի ուժը սովորական շուտ։ Հա, սա true, մտանք if-ի մեջ, if-ում գրած է break։ Ահա, Break-ը loop-ը անջատում է, всё, loop-ը պրծավ աշխատանք, հենց տերմա break, loop-ը ավարտվում է։ Ու տպելու էկրանին 1 2 3-ը, չէ՞։ այո, Եկեք աշխատացնենք։ Հա, տեսեք 1 2 3-ը եւ այս print-ը loop-ից անկախ էր, միևնույն է սրա արժեքը պետք է արտածեր։ Ստեղ ինչ հարցեր ունենք, ժողովուրդ։ Բարձր այսքանը։ Շատ լավ, այսպես սա break-ի աշխատանքն է։ Բացի break-ից ստեղ նույնպես break-ի բան կա, օրինակ։ Բացի break-ից նաև ունենք continue։ Ուրեմն ոնց է աշխատում continue հրամանակ, եք դա հասկանանք։ Այս օրինակ եկեք նայենք։ Ինքը հենց հանդիպում է continue-ին, continue-ի դեպքում ժողովուրդ, տվյալ իտերացիան բացա թողնում։ Հիմա եկեք այս օրինակի վրա ավելի պատկերավոր հասկանանք, ով կօգնի ինձ այս օրինակում։ Այդա ջան, այստեղ եք։ Այո, Կօգնեք։
x-ը ասում եմ -10 է հավասար, քանի որ x-ը փոքր է 0-ից, եթե x-ը բաժանվում է 2-ի առանց մնացորդ, պետք է տպենք x ու հետո գումարենք 1։ Այս -10-ը սարքեմ 10, սենց։ Ինչ։ Այս -10-ը սարքեցի 10։ Այդ դեպքում Որ ավելի հեշտ լինի մեր գործը։ Ինչպես։ Դե գործողությունը չի ընթանա, որովհետեւ 10-ը փոքր չի 0-ից։ 10-ը փոքր չի 0-ից, չէ՞։ Հա։ Դրա համար գործողությունը չի ընթանա։ Հիմա որ գրենք -10, այդ դեպքում կընթանա։ -10-ը փոքր է 0, պայման տեղի ունի։ Հա։ -10-ը փոքր է 0, պայման տեղի ունի։ Հա։ Մտանք վայելի մեջ, հետո։ Նաև 10-ը -10-ը առանց մնացած բաժանվում է 2-ի։ Այսինքն տալու է այստեղ տպելու է բան, չէ՞։ -10 x-ի արժեքը։ -10, հա։ Այո, -10 կեցես, հետո։ Հետո գումարելու է 1, դառնալու է -9։ Ապրես, -9։ Բարձրացանք վերև։ -9-ը փոքր է 0։ -9-ը փոքր է 0-ից, բայց չի բաժանվում 2-ի առանց մնացորդ, այսինքն տեղի չի ունենա, կանցի else-ին։ Else-ում գրած է continue, ուրեմն ինչ անում continue։ Հենց հանդիպեց continue-ին, ինքը միանգամից բարձրանում է վերև, առանց ինչ-որ բան անելու։ Տեսել է continue, միանգամից հելնում է վերև։ X-ի արժեքը ինչ է։ Այսինքն -8 է հիմա անում։ Չէ, չես փոխել դու իրան -8, ինքը -9-ով էլ մնացել է։ Պատկերացրիք, դու x-ի արժեքը փոխում ես s կետում, չէ։ Հա։ Հա, բայց else-ի մեջ դու x-ի արժեքը չես փոխում, -9-ով մտել ես իրա մեջ, -9-ն էլ մնում է։ Հիմա ստերից բարձրացա վերև, էլի -9-ը փոքր է 0։ Հա։ Այս պայման տեղի չունի, չէ։ Հա։ Գալիս է else բլոկ գրած է continue, ու սենց անվերջ loop է ստանում։ Ինքը, չէ, մի հատիկ -10 է տպում ու անվերջ ցիկլ է լինում։ Մի հատիկ -10 ու ինքը չի ավարտում աշխատում, որտեղ անվերջ ցիկլ է։ Stop-ն, ես պիտի ավարտեմ, որ stop տամ։ Պատկերացրեցիք։ Այո։ Երբ դու continue ես օգտագործում, պետք է ուշադիր որ հանկարծ անվերջ ցիկլի չհանգես։ Մի հատ ուրիշ օրինակ նայենք, որ ավելի լավ հասկանանք այս continue-ները, օրինակ այս օրինակը եկեք նայենք։ Աստղիկ ջան, կօգնես ինձ այս օրինակում։ Այո, վերագրում ենք 0-ին։ Այն վերագրեցինք 0։ Այո, փոքր է դեպի, այսինքն միջև 5-ը, կատարի, այն պետք է մեկ արժեք ավել, այսինքն միջև 5-ը պետք է տպի։ Այ քայլ նայենք, հա, սկզբից, 0-ն փոքր է 6։ Փոքր է 6, այսինքն միջև 5-ը։ 0-ն փոքր է 6։ Այո։ Այը պլյուս հավասար 1, այ արժեքը ինչ է դառնում ստե։ Այսինքն 1 կատարվի։ 1 է դառնում, այ արժեքը 1-ով մեծացա դարձավ 1։ 1-ը հավասար է 3։ Ոչ։ Պայմանը false է, չէ։ Այո։ Գալիս ենք ստե։ Print i, չէ, այ արժեքը ինչ է։ 1։ Բարձրացանք վերև, 1-ը փոքր է 6։ Այո։ Հետո ստե ինչ անում, այ արժեքը 1-ով մեծացնում դառնում է ինչ։ 2։ 2։ 2-ը հավասար է 3։ Ոչ։ Print անում այ արժեքը։ Այո։ Այ արժեքը 2։ Այո։ Հետո ինչ անում, շարունակի։ Հետո էլի բարձրանում է վերև։ Այն նայում է որ էլ փոքր է 6։ Գումարում է 1, ստանում ենք 3։ Ահա։ Որ հավասար է 3-ի, ինքը բարձրանում է վերև։ Բերում է continue առանց print անելու միանգամից բարձրանում է վերև, չէ։ Որովհետև հավասար է 3-ի։ Հետո այ արժեքը ստեղ 3, 3-ը փոքր է 6, պայման տեղի ունի։ Այո։ Այ արժեքը 1-ով մեծացնում է։ Այո, 4։ 4 հավասար է 3։ Ոչ։ Գալիս է տպում է 4, չէ։ Ու սենց նաև տպում է 5 արժեքը, չէ, ու 6-ը։ Ու արդյունքում ինչ ենք տեսնում, որ մենք բացի 3-ից մնացած բոլոր արժեքները տպեցինք, չէ։ Այո։ Տեսեք, 1, 2, 4, 5, 6։ Continue հրամանի միջոցով տվյալ իտերացիան մենք բաց թողեցինք։
Պատկերացրինք։ Այո։ Ընկեր թեպոց, իսկ ինչի երեքը չտպած։ Ինչի 3-ը չտպեց։ Նայ, եկանք ստեղ 9 դարավ 3, հա։ 3 հավասար է 3 պայմանը տեղի ունի։ Հավասար է, չէ։ Գալիս է if-ի մեջ գրված է continue, ճիշտ է։ Այո։ Ինքը հենց հանդիպում է continue-ին, մի անգամից բարձրանում է վերև, սկսում է պայման ստուգել։ Տես, continue տեսավ, էլ չի շտնում ներքև որ տպի։ Continue տեսավ, հելնում է վերև, ստուգում է այս պայմանը։ Հասկացա։ Հետո այստեղից որ գալիս է, իր արժեքը դառնում է 4։ Արդեն այս պայման տեղի չի ունենում, մտնում է print 4-ը։ Պատկերացրի 3-ի ժամանակ ինքը այդ իտերացիան բաց է թողնում։ Հենց պատկերացնում ես։ Հասկացա, հազես, հասկացա։ Հարցեր կան ստե ժողովուրդ։ Չէ։ Ընտիր, այդպես բանի հետ կապված, հիմա վերադառնանք այն առաջին օրինակին, որ այսօր նայեցինք իրար այդ ամենասկզբից։ Ահա։ Այ, այս օրինակն է։ Հավասար։ Հա, հիմա տեսեք, մենք նայեցինք իրար հետ, մենք գիտենք փասը if-երից հիշում ենք, չէ, որ այդ փասը գրում ես, այդ իտերացիան բաց ես թողնում։ Եկեք ցույց տամ։ Այս փասը հիշում ենք, չէ, որ գրում ենք իտերացիան բաց էր թողնում։ Այդ փասը նաև լուփերի համար է գործում։ Դու որ գրում ես loop pass, ուղղակի դատարկ ես թողնում, այդ իտերացիան բաց ես թողնում։ Անցանք continue-ն, անցանք break-ը։ Continue-ն տվյալ իտերացիան բաց է թողնում, break-ը loop-ը անջատում է։ Ճիշտ է։ Այո։ Հիմա նայեք, ոնց որ if-ը ուներ else block, այտենց է loop-ը, while-ը ունի իր այս բլոկը, ուրիշ ծրագրավորման լեզուներում սա չկա։ Սա Python-ին հատուկ են գեղեցիկ ֆունկցիա է։ Ուրեմն տեսեք, while-ը ունի նաև else block։ Այս while-ի else block-ը կատարում է այն ժամանակ, երբ loop-ը առանց break-ի է ավարտվում։ Այսինքն քո loop-ը սովորական սկսվել է, իր ընթացքով ընթաց է ավարտվել է, break չի եղել։ Break-ով է եթե ավարտվում, else-ը չի կատարվում, եթե առանց break-ը ավարտվում, ապա else block-ը կատարվում է։ Հիմա եկեք այս օրինակի վրա հասկանանք։ N-ը հավասար է 5, չէ՞։ Այո։ Հետո Այնա մեծ է 0-ից, ճիշտ է։ ճիշտ է։ Այնա -1, այսինքն 1 4-ը մնում, այն մեջ 4-ը դեպքում սովորական։ N-ը դարձավ 4, ընտիր։ 4-ը մնում է, այսինքն 4-ը մի հատ ենք անում մեկ։ Ու ստոպ ենք տալիս։ Մի րոպե, 4-ը հավասար է -1։ Չէ։ Չէ, այս մասը չկա, չէ՞։ Միանգամից հելանք վերև։ 4-ը մեծ է 0։ Հա, 4-ը մեծ է 0, մի հատ ենք 4, այսինքն n-ից հանած 1 հավասար է 3։ Ապրես։ Այն 3-ը հավասար չի -1-ի։ Չէ, բայց միջև այդ print հրամանը բաց թողեցիր։ Հա, print-ը տպում է 3։ Տպեց 3։ 3-ն հավասար չի -1։ Հելանք վերև։ 3-ը մեծ է 0։ 3-ը մեծ է 0։ Ահա, N-ը հանեցինք 1։ Հա, հավասար է, ինը հավասար է 2։ Print-ը տպում է 2։ Այն է։ Երկուսն հավասար չի -1։ Այսինքն երկուսը հավասար չի 2-1։ Ահա, հելանք վերև։ Նոր 2-ը մեծ է 0-ից։ 2-ից հանած 1, այնտեղ n-ը հավասար է 1։ ապրես։ Print-ը տպում է 1։ Ահա, 1-ը հավասար չի -1, էլի հելնում ենք վերև։ 1-ը մեծ է 0։ Հա, այնը մեծ է 0, այսինքն 1-ը մեծ է 0, n -1 հավասար է Հավասար է 0։ այո 0։ Հետո print n, Տպում է 0, ահա, if-ը n-ը հավասար չի 0-ը հավասար չի -1։ ապրես, հելանք վերև, 0-ը 0-ից մեծ է։ 0-ն չէ, n-ը հավասար չի։ Post տվես, չէ, while-ի պայմանը։ Հիմա while-ի մեջ երեխեք մենք break հրամանին հանդիպեցինք, թե չէ։ Հա, Բա break-ը երբ տեղի ունեցավ, դու այն այս պայման տեղի ունեցել, հա։ չէ, ոչ մի բանը հավասար չէ -1։ Ահա, ոչ մի բան ասաց, այսինքն break-ին չես հանդիպել, break հրամանը տեղի չի ունեցել, էլի պատկերացրիր։ Հա, Break-ը տեղի չի ունեցել։ Loop-ը իր հունով սկսվել է, քայլ առ քայլ գնացել է, մինչև 4-ից 0 արժեքներ տպելով։ Հիմա, քանի որ մեր loop-ը առանց break-ի է ավարտվել, չէ՞։ Else block-ը նույնպես կաշխատի իր։ Այսինքն ինքը մի հատ է վերջում կտպի loop done։ Աշխատացնենք։ Տեսեք, 4-ից 0-ները տպեց, loop done տպեց։ Բայց եթե ես այս -1-ը փոխարինեմ 2-ով, եկեք տենենք այս դեպքում ոնց է աշխատում։
Նորից սկսենք։ Իսակ լինի, մինչև 2 կտպի ինձ թվում է։ Ահա, միջև 2 կտպի, չէ։ Ու տակնել loop down։ Չէ, loop down-ը չի տպի, որտեվ քո loop-ը break-ով ավարտվել է։ Պատկերացիք, քո loop-ը break-ով ավարտվել է, ինքը էլ loop down-ը չի տպելու։ Աշխատացնեմ, տեսեք։ Տեսեք 4 3 2։ Եղեք, այս else-ը պատկանում է while-ին, տեսեք while-ն ու else-ը մի գծի վրա են։ Երևում է։ Ահա։ Հիմա, եթե while-ը առանց else-ի ավարտվել, առանց break-ի ավարտվել, while-ը առանց break-ի ավարտվել է, ապա այդ դեպքում նաև աշխատում է while-ի բլոկը։ Եթե while-ը break-ով է ավարտվել, այսինքն break է եղել ինչ-որ կետում, իր else բլոկը չի աշխատում։ Հարցեր ունենք այստեղ։ Բարձր ժողովուրդը։ Հա, ազատ։ Ընտիր, եկեք անցնենք առաջ։ Այդտեղ ես օրինակներ ունեմ ձեզ համար պատրաստած, այդ օրինակների վրայով կանցնենք։ Հա մի հատ անպայման մենք ժամանակ չունենք, մի քանի նոր բաներ սովորենք։ Այսպես, այս while-երը գնայք, այդտեղ հավես խնդիրներ եմ առանձնացել, հեսա վերջում մի հատի կփորձենք իր այդ լուծենք։ Հիմա տեսեք, while loop-ը այսքանով ավարտվեց, բացի while loop-ից նաև կա for loop։ For-ը իտերացվող loop-ի տեսակ է։ Ոնց է ինքը աշխատում, տեսեք։ Գրում ես for, այստեղ գրում ես փոփոխականը ու ինքը պետք է ինչ-որ օբյեկտի մեջ պտտվի, հերթով լինելով այդ օբյեկտի տարը։ Ու այստեղ նույնպես for-ի մեջ դու կարաս գրես if-եր, կարաս գրես else-եր, կարաս գրես break, continue, այսինքն այն ինչ-որ անցել ենք while-ի ժամանակ, որ դու while-ի մեջ կարայր գրել, այդ ամենը դու կարաս գրես նաև այստեղ for-ի մեջ։ Հիմա ավելի մանրամասն, եկեք օրինակների վրա սա հասկանանք։ Դեռ ուշադրություն դարձեք, գրած է for num in range 10։ Range 10-ը ձեզ համար անծանոթ է։ Եկեք հասկանանք ինչա նշանակում range 10։ Range-ը ֆունկցիա է, որը գեներացնում է range կլոր փակեցի մեջ եկեք տամ n։ Եթե դու range-ի տալիս ես n, ապա ինքը գեներացնում է 0-ից մինչև n-1 թվերը։ Օրինակ, մեր դեպքում տվել ենք 10, չէ՞։ Ինքը մեզ տպելու է 0-ից մինչև 9 բոլոր թվերը։ Ու տալու է 0, 1, 2, այսպես շարունակ մինչև 9։ Պատկերացինք range-ը։ Range-ի դեպքում ինքը մեզ գեներացնում է 0-ից մինչև այդ թիվը, այս range-ին դու պետք է տաս բնական թիվ։ Հարցեր ունենք range-ի հետ կապված ժողովուրդ։ Հիմա range 10-ը նշանակում է 0-ից 9 թվերը, չէ՞։ For num in, num-ը հետո սկսում է պտտվել 0-ից 9 թվերի մեջ։ Առաջին իտերացիայի ժամանակ num-ը լինելու է առաջին թիվը 0-ն։ Հետո տպելու է հայով, այսինքն մի հատ հայ կտպի, հետո բարձրանալու է վերև, num-ը լինելու է հաջորդ թիվը 1-ը, տպելու էլի հայ, հետո num-ը լինելու է հաջորդ թիվը 2-ը, էլի հայ, ու քանի անգամ է պտտվելու այս loop-ը։ Քանի անգամ ենք հայ տեսնելու։ Մինչև 9 0-ից։ Այո, 0-ից մինչև 9 քանի անգամ է, քանի թիվ է գրված։ 10։ 10 հատ, այսինքն 10 անգամ հայ ենք տեսնելու։ Հա։ Այս տողը սխալ եմ, այս տողը մաքրամ։ Տեսեք հայ տպեց։ Հիմա սա գրեցինք range-ը, որտեղ num-ը չօգտագործենք։ Եկեք մի օրինակ նայենք։ Այս է։ For i in ranging, ranging-ը ինչ թվեր է տալու մեզ։ Ինչ թվեր է գեներացնում։ Այսինքն 0-ից մինչև 4, հա։ Այո, 0-ից մինչև 4 թվերն է գեներացնում 0, 1, 2, 3, 4։ Հիմա ոնց է սա աշխատում, նայեք, ին սկզբից լինելու է 0, տպելու ենք i տենալու ենք 0։ Հետո, հաջորդ իտերացիայի ժամանակ ին լինելու է 1, տպելու ենք ին տենանք 1։ Հաջորդ իտերացիայի ժամանակ ին լինելու է 2, հետո 3, հետո 4։ Ինքը տպելու է մեզ 0-ից մինչև 4 թվերը։ Հարցեր տվեք for-ի հետ կապված ժողովուրդ։ Դե հասկանալի է։ Ընտիր, մնացածին պարզ է։ Մարկ հասկանում ես ինչ եմ ասում։ Այո։ Ընտիր, վայ դու։ Այո։ Ստեփան։ Ստեփան հասկանում ես ինչ եմ ասում։ Հա, հա։ Ոնց է աշխատում range-ը։ Ինչև 5 թվեր է, էլի։ Ինչից սկսած մինչև 5։ 0-ից։ Բացի 5-ից ինչ կարամ իր մեջ գրեմ։
7 Բնական թիվ չէ կամայական։ հա Ինքը 0-ից մինչև այդ բնական թիվը, բայց այդ բնական թիվը ներառյալ չի, չէ։ Իրական ժողովուրդ, ծրագրավորման սկզբունքը գիտեք ոնց է, որ միջակայքի ժամանակ ես խոսում, առաջին տարը ներառյալ, վերջին տարը ոչ ներառյալ։ Վերջինը միշտ բաց ենք մենք դիտարկում։ Լավ, ընտիր, անցնենք առաջ։ Այս օրինակը ինչ անունով կօգնի ինձ։ Մյուսներ դե դանա էլի 0-ից մինչև 4 չի տպում 0-ից մինչև 4, բայց այդտեղ նայ +1 ենք է անում։ հա Այսինքն ոնց է լինելու։ Թե 0-ից մինչև 5 Այ լավ, մի հատ քայլ նայենք։ Range 5-ը ինչ թվեր է մեզ տալիս, 0-ից մինչև 4 թվերն է, չէ՞ տալիս։ հա 0, 1, 2, 3, 4, համաձայն ես։ այո Ընտիր։ Հիմա առաջին սկզբում ինչ է լինելու 0։ Ամենասկզբում։ Հիմա print in +1 in 0 +1 ինչ է տալուս դե։ 1 1 հետո մի հատ hello, չէ։ այո Հետո in դառնալու է 1 հաջորդ իտերացիան։ Ստեղ տպելու ենք i +1, այսինքն 2 ու hello, ճիշտ է։ հա ուտես գնալով մինչև 4 Այսինքն print-ի արդյունքը ինչ է լինելու, աստղիկ։ 4-ը hello Չէ։ Մենք երկու բան ենք տպում, մենակ hello չենք տպում, նա այստեղ համ թիվ ենք տպում, համ hello ենք տպում։ հա 4-ը Նայ Հենրիխը առաջին ասեց 1 ու hello, 2 ու hello, հետո 3 hello հետո 4 hello հետո 5-ն էլ է տպելու բայց նայ in լինում է 4 4 + 1-ը տալիս է 5 այսինքն 4 արժեքի դեպքում տպելու է 5 որտեվ 0 չի տպել չէ 0 արժեքի դեպքում ինքը 1 է տպում Սենց տպեց Պարզա ժողովուրդ սա հա Ընտիր, ժողովուրդ range-ը բացի մի հատ արգումենտից ինքը կարող է ստանալ եւս մեկ արգումենտ, ընդհանրապես ինքը 3 հատ արգումենտ է ստանում։ Հաջորդ տարբերակը այնա, որ range-ը կարող է ստանալ 2 հատ արգումենտ։ Start ու end։ Հիմա տեսեք, երբ դու յան 2 հատ թիվ ես տալիս, այստեղ տվել ենք 5-ից 10, չէ՞։ Ինքը սկսում է 5-ից գնում է մինչև 10-ը։ Եթե դու յան մի հատիկ արգումենտ ես տալիս, ինքը սկսում է 0-ից գնում է մինչև այդ արգումենտը։ Բայց եթե դու յան 2 հատ արգումենտ ես տալիս, ինքը սկսում է այդ առաջին արգումենտից գնում է մինչև երկրորդը։ Տվյալ դեպքում տեսեք, սկսել է 5-ից մինչև 10-ը գնա, այսինքն range 5-ից 10-ը մեզ տալու է 5, 6, 7, 8 եւ 9։ Պատկերացրինք սա։ ահա Ընտիր, դե եթե սա պատկերացրեցինք, Այդա ջան կօգնես ինչ կտա սա արդյունքը։ Առաջինը տպելու է 5, հետո տպելու է Ահա, 6, հետո 7, հետո 8, հետո 9։ այդքանով բրցնելու է, հա։ Դե 10-ը չի տպելու։ Այո, 10-ը չի, այդքանով է վերջացնելու աշխատանքը։ Ասեք 5, 6, 7, 8, 9։ Հարցեր կան այստեղ ժողովուրդ։ ոչ Հարցեր չկան, ուրեմն ես ես մի հատ հարց տամ։ Գրիգոր այստեղ ես։ Իրականում ես իրեն ասել էի թող գամ, բայց հիմա ստեղ չելի գնաց չէ։ Անել Այս վերջին երկու ադմինիստրատոր ակաունտներով ովքեր են միացել։ ինչպես Վերջին երկու ադմինիստրատոր ակաունտներով ովքեր են միացել։ Ձեր անունը կասեք երեխեք։ բա Ինչպես։ Հա, անուն չեմ լսեմ, կասես անունդ։ ես Հա։ երիշ Հերիք ջան կօգնես ես մեկը լուծենք իրար հետ։ այո նայեք Ինչ ա գրած առաջին սկզբում։ That's a range 10-ից 20
Այսինքն դա որ թվերն է գեներացնելու։ 10-ից մինչև 20-ը։ Լավ չես ասում։ 20-ը ներյալ չի, այո, 10-ից մինչև 20 ներյալ չի։ Ու ամեն անգամ տպում ենք 9, այսինքն ինքը մեզ ինչ թվեր է տպելու։ Տպելու է վիդեոպե։ Ահա։ Նայ դու նոր ասեցի range-ը գեներացնում է 10-ից մինչև 20-ը, չէ՞, 20-ը ներյալ չի, ճիշտ է։ Այո։ Մաթեմատիկոն sense կգրենք, չէ՞, 10-ից 20, 20-ը բաց։ Ճիշտ եմ գրել։ 20 այսքան լինում է 1 10 20 Չէ, բայց մեկ չենք տպում, նայ։ Այս 10-ից 20 թվերն է, ճիշտ է գեներացնում։ Այո։ Հիմա նայ, ին սկզբից լինելու է 10։ Հետո հաջորդ իտերացիայի ժամանակ, այսինքն որ մտավ լուփի մեջ, պատտվեց բրծավ, ին լինելու է 11, հետո լինելու է 12, 13, 19։ ապրես։ Հիմա որ աշխատացնենք տպելու է Ասա ինչ է տպելու։ 10 վիդեոպե։ Վիդեոպե։ 11-ից մինչև ճիշտ է ասում, ասած, ճիշտ է։ 11-ից մինչև 19-ը ինքը տպելու է։ Հե, 10-ից մինչև 19։ 10-ից մինչև 19-ը։ Նայ, մեզ մոտ միջակայքի նայ, 10-ը փակ է, 20-ը բաց է։ Պատկերացրի։ 20-ը չի ներառում, 10-ը ներառում է մինչև 19-ը։ Այս ծրագրավորման սկզբունքն է։ Երբ դու խոսում ես միջակայքերի մասին, առաջինը միշտ ներառյալ է, երկրորդը ոչ ներառյալ չի։ Պատկերացրիք։ Այո, հա, բարձրանում։ Անտիր։ Անցնենք առաջ։ Ուրեմն ժողովուրդ, իմացանք range-ը լինում է մի հատիկ արգումենտով, լինում է երկու հատով եւ range-ը լինում է նաեւ 3 հատ արգումենտով։ Օրինակ, այս օրինակում եկեք նայենք։ Ինչ է նշանակում 3 հատ արգումենտ։ Ինքը вообще սենց է բացվում range, հա։ Առաջինը հասկացանք start-ն է, չէ՞, որտեղից սկսենք։ Երկրորդը թե ուր պիչե պիտի գնանք։ Երրորդը ժողովուրդ, step-ն է, թե ինչ քայլերով մենք պետք է առաջ գնանք։ Այսինքն, եթե այս դեպքում տված է 1-ից 10 ու 2, նշանակում է, որ մենք սկսելու ենք 1-ից, գնալու ենք մինչև 10, ամեն անգամ 2 ավելացնում։ Ինչպես։ Որ ամեն անգամ 2 բարձրանում ենք։ Այո, ամեն անգամ 2 բարձրացնում։ Այսինքն այս դեպքում ինչեր են ստացվում։ 1, հետո 1, 3, 5, 7, 9։ Ինչ։ 9։ 9-ով ավարտվում է։ Այո, 9-ով ավարտվում է։ Հիմա որ սա աշխատացնենք, տեսեք տպելու է 1, 3, 5, 7 եւ 9։ Պատկերացրիք սա։ Հա։ Ընտիր։ Ես ուզում եմ մեկ էլ հարց տամ, այսօր ում հարց չեմ տվել։ Թելման ջան, այս մեկը կօգնես ինձ։ Գրած range 10, այսինքն 0-ից մինչև 10։ 0-ից մինչև 10, բայց շեշտի որ 10-ը ներառյալ չի, չէ՞։ 10-ը ներառյալ չի։ Որ 9 բաժանած 2-ի հավասար կլինի 0-ի։ Այսինքն ինքը կգրի 0, 2, 4, 6, 8։ Ապրես 0, 2, 4, 6, 8, չէ, այսինքն ինքը բոլոր թվերը դիտարկելու է, չէ, բայց կենտերի դեպքում if-ը ուղղակի տեղի չունենա։ Կգրի միայն այն թվերը, որը բաժանվելու են 2-ի։ Ապրես։ Այսինքն 0, 2, 4, 6, 8։ Հարցեր ունենք ժողովուրդ։ Ոչ։ Ընտիր, եկեք մի հատ էլ օրինակ նայենք։ Էլ ում հարց չեմ տվել։ Վահի, Ստեփան։ Այջան։ Կօգնեք, ես մեկ ինչ է տալու մեզ։ Որտե՞ղ հիմն է։ Վահե։ Կօգնես ինձ Վահե ջան սա։ Range 20 ինչ թվեր է գեներացնում։ Դե 1-ից մինչև 19։ 1-ից մինչև 19։ Այո, 1, 2-ից մինչև 19 ներառյալ, ճիշտ է։ Հիմա ստե գրած է 9 հավասար է 5, հենց 9 եղավ 5 break պետք է անի։ Իսկ break-ը ինչ էր անում, հիշում ես։ Կանգնեցնում եք process։ Ապրես, կանգնեցնում ես ցիկլը։ Հիմա տես, ինչ սկզբից լինելու է ինչ։ 1, 2, 3, 4, 5 ու վերջացնի։ Ու վերջացնի։ Ու 0-ից սկսած։ 0-ից սկսած։ Բայց ուշադրություն 5 չի լինում, չէ՞, որտեվ 5-ի դեպքում break-ա լինում, էլ print ինչ չի լինում։ Պատկերացրիք ժողովուրդ։ Այո։ Անտիր, այս սենց ելում հարց չեմ տվել այսօր։
Կարող եմ ես ասել։ Ասեք։ Որը վերցնում է I-ը in range, Կամերան միացնում ենք, նոր ենք խոսում։ Ընտիր, ասեք։ որը վերցնում է I-ը in range, այսինքն I-ը մինչև 20, Այսինքն range 20-ը որ թվերն է գեներացնում, մի հատ դա նորից ասա, հիշենք։ 0-ից մինչև 19։ Դրանից մինչև 19 ապրես։ If I-ը հավասար է 5, այսինքն բացի 5-ից տպելու է բոլոր թվերը 0-ից մինչև 19։ Այո, սկսելու է։ Մի հատ նույն ասեցիր։ Ասում եմ բացի 5-ից, քանի որ Բացի 5-ից բոլոր տպելու է, որտեղ ինքը հենց լինում է 5, տենում է continue, բարձրանում ասում է հաջորդ թվին, չէ՞։ այո, Որ պատկերացնում է continue-ն։ Տեսեք 4 եւ հետո 6, 5-ը բաց է թողած։ Թեմուն բահին է քեզ հարց տվել։ Բահին նոր է։ Ահա, բայջա միացեք կամերան, խնդրեմ հաջորդ հարցին էլ դուք օգնեք պատասխանենք։ Երկու բահին։ Սպասում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հեսա եղեք սկսենք 1 րոպե, պետք է խնդրեմ։ Բայ ձեզ եմ սպասում։ Լսում եմ, ինչ ասել։ Այս հարցին կօգնեք պատասխանեմ։ Մի հատ կամերան իջացեք, ես ձեզ կարողանամ տեսնեմ, հա, նաև։ Բարև։ Բարև ձեզ։ Այս կասեք, այս կոդի բլոկն ինչ ոնց է աշխատելու։ Բասան։ Ատոմ։ Չէ, թող Վահեն էլ ասի, այսօր բոլորդ խոսենք, մնաց Վահեն մենակ։ 5-ից 0-ն է։ Հիշում ես range-ը, որ 3 հատ արգումենտ ստանում, ոնց է աշխատում։ Չէ, անկեղծես չեմ հիշում։ Այստեղ մի հատ դնայինք իրար հետ։ Էսա։ Start, end ու step, այսինքն սկսում ես առաջին արգումենտից գնում ես մինչև երկրորդ արգումենտը, ու ամեն անգամ step-ով ավելացնում ես քայլը։ Ստենայ, 1-ից 10 ես գնում, ու երկուսով ամեն անգամ ավելացնում ես, տես 1, 3, 5, 7, 9։ Ահա։ Պատկերացրիր։ Հա։ Ընտիր, քոնը որն էր։ Ներքևն էր։ Հասկացա ոնց է։ Ձեր հարցը սա է։ Հիմա ստեղ նայ։ Գրած է 5-ից 0, չէ, start-ը 5-ը, end-ը 0։ Բայց քայլերի քանակը -2 է տված։ Հիմա գիտես սա ոնց է աշխատելու։ Ինքը սկսում է 5-ից գնում է 0, ժողովուրդ, բայց ամեն անգամ 2-ով պակասացնում է իրան։ Մենք միշտ չի էլի, որ առաջ չեն գնում, մենք անք նաև սկսենք մեծից գնանք փոքր ու անդադ պակասացնելով անցնենք առաջ։ Աշխատացնեմ սա 5, 3, 1, finished։ Բայ պատկերացրիր։ Հա։ Հարցեր ունեք ժողովուրդ։ Չէ, բացի։ Եթե հարցեր չունեք, այսօր այսքանը, ձեր տնայինը Profound Academy-ից կասեմ, որոնք են լինելու, ու դա կնայեք։